Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, այսօր երկուշաբթի է, աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին եւ նաեւ այսօր դեկտեմբերի 1-ն է, ձմռան առաջին օրը եւ նոր տարուն մնաց ընդամենը 30 օր, այնպես որ շատ հուսով եմ, որ վերջին ամիսը տարվա պրոդուկտիվ կանցկացնեք, ավարտին կհասցնեք ձեր բոլոր գործերը եւ նոր տարի մուտք կգործեք նոր երազանքներով եւ նոր նպատակներով։ Իդեպ, նշեմ, որ 1923 թվականի հենց այսօրը Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան։ Դե ինչ կարծում եմ, որ այսօրը նաև խորհրդանշական է շատերի համար, ովքեր տոնում են իրենց տարեդարձը, մաղթում եմ հրաշալի անակնկալներով լի օր եւ շատ հուսով եմ, որ ձմռան այս ցուրտ եղանակին շատ տաք օր կունենաք։ Իսկ այդ հարցում մշտապես օգնում է բրիզը, Ջովանի գինու գործանի կողմից առաջարկվող, որը հենց առավոտյան էլ շատ հարմար է օրը սկսելու համար, այնպես որ կարող եք նախընտրել, առանձնացնել ձեզ համար եւ աշխատանքային շաբաթվա սկզբի իդեալական տարբերակ է։ Դե իսկ բրիզի կողքին պետք է լինի համեղագույն ուտեստ։ Այս հարցում էլ մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն։ Միանանք իրեն եւ տեսնենք երկուշաբթի առավոտյան ինչ է նա այսօր մեզ համար պատրաստելու։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիս, բարի առավոտ թանկագին հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, այսօր շատ հետաքրքիր է լինելու խոհանոցային հատվածը, որովհետև ես անակնկալ ունեմ ձեզ համար, անակնկալի մասին քիչ ավելի ուշ, ահա տեսնում եք այստեղ շատ համեղ մթերքներ, ունենք պանիր, խոզապուխտ, կարակ, հավկիթ, շատ հետաքրքիր է լինելու, բայց այս ամենի մասին քիչ ավելի ուշ, որովհետև անակնկալը կայանում է դրա մասին հենց։ Խնդրում եմ չփոխել ալիքը, մնալ առաջին ծրագրի հետ, որովհետև իսկապես շատ հագեցած է լինելու եւ շատ խոսելու ենք հետաքրքիր բաների մասին, շատ կարևորի մասին, որտեղ կա իմաստ, որտեղ կա արվեստ, որտեղ կա շատ գեղեցկություն։ Էնպես որ մնացեք մեզ հետ, ես խոսքս փոխանցեմ իմ գործընկերուհուն, հետո միասին կշարունակենք, չեք փոխում ալիքը։ Օհո, վաղ առավոտյան արդեն շատ հետաքրքիր է սկսվել, ես անհամբեր կսպասեմ անակնկալին, վստահ եմ հեռուստադիտողները եւս եւ շատ սպասեցնել հաստատ չենք տա, մինչ այդ իհարկե առավոտը կսկսենք մարզվելով, որովհետեւ շատ կարեւոր է հետեւել ֆիզիկական առողջությանը եւ պատրաստ լինել ձմռանը, իսկ որտեղ մարզվել, Ակվատեկ Համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ Համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Գնանք մարզվենք, որից անմիջապես հետո կմիանանք խոհանոց եւ Ադրինեն կբացահայտի շատ սպասված անակնկալը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք ATV առաջին ծրագրի եթերում ենք, ես քնարիկն եմ, հանդիսանում եմ Ակվատեկ սպորտային համալիրի պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը։ Այսօր մենք պիտի ձգումներ կատարենք։ Սիրելի հեռուստադիտողներ, առհասարակ կուզենամ շատ համառոտ ասել, ինչ կառուցվածք ունի ֆիթնեսյան պարապմունքը։ Այն պիտի ունենա նախավարժանք։ Նախավարժանքի ժամանակ մենք պետք է տաքացնենք մեր մարմինը այն աստիճան, որ վառվենք ներսում։ Հետո արդեն հիմնական աշխատանքը։ Փափկեցին մեր մկանները, սկսում ենք արդեն կորեկցիա կատարել։ Վերջում ամենակարևորը ձգումներն են։ Հա այսօր էլ ես ձեզ ցույց կտամ ձգումային մի քանի շատ կարևոր վարժություններ։ Այնպես որ հետո կպահպանեք սա եւ վստահ եմ ձեզ միշտ պետք է լինելու։ Սկսեցինք։ Սիրելի հեռուստադիտողներ, մեջքը մաքսիմալ ուղիղ։ Տեսեք, գալիս ենք այսպես սեղմումներով ուղղվում ենք։ Սեղմումներով ուղղվում ենք։ Սեղմումներով ուղղվում ենք, այնուհետև ոտքը ուղղվեց, ձգվում ենք,
Ոտնաթաթը դուրս եւ ներս։ Դուրս եւ ներս։ Դուրս եւ ներս։ Այսպես ձեռքը դրեցինք, կրծքավանդակը բացում ենք, հայացքը դեպի առաստաղ, այնուհետև ձեռքը դնում ենք մեջքին եւ նորից պտտվում ենք, ձգվում ենք, ձգվում ենք, ձգվում ենք։ Ուղղվեցինք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, շատ զգուշությամբ, բնականաբար միանգամից ձեզ մոտ չի ստացվի, ինչքան որ հնարավոր է փորձում ենք իջնել։ Այնուհետև ձգվում ենք։ Ահա, այնուհետև թեքությամբ։ Ուղղվեցինք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, ոտքը 90 աստիճան։ Եթե դուք մարզված եք, կարող ենք օգտագործել ահա այսպիսի հարմարավետ քառակուսիներ։ Տեսեք, դնում ենք ոտքի տակ, սիրելի հեռուստադիտողներ։ Ոտքը ընդունում է 90 աստիճան տեսք, հետևի ոտքը խորությամբ հետ, բայց եթե մարզված չեք, առանց սրա։ Ձգվեցինք։ Ձգվում ենք, ուղղվում ենք, նայում ենք վերը, ձգվում ենք։ Ուղղվում ենք, նայում ենք վերը, ձգվում ենք։ Ուղղվեցինք, սիրելի հեռուստադիտողներ, այնուհետև փորձում ենք ձգվել առաջ։ Հակառակ ձեռքն ենք ձգում առաջ եւ ուղղվում ենք։ Այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, օփ, դրեցինք ծունկը, ձգվում ենք, գալիս ենք առաջ։ Ուղղեցինք, այնուհետև տեսեք, ոտքը 90 աստիճան է, փորձում ենք գնալ դեպի արմունկները։ Ասեմ ձեզ հրաշալի ձգումային վարժություն է։ Ես ինձ հիմա դրախտում եմ զգում, բայց քանի որ շատ ժամանակ չունենք, շարունակենք։ Այնուհետև նույն վարժությունները բնականաբար կկատարեք մյուս ոտքով։ Անցնենք առաջ։ Հաջորդ վարժությունը, տեսեք սիրելի հեռուստադիտողներ, ես վերցրել եմ գնդակ։ Եթե դուք տանը գնդակ չունեք, չնայած այս գնդակ ունենալը շատ հեշտ է, այլ կարելի է ձեռք բերել ցանկացած սպորտային խանութից։ Կարող եք բարձ օգտագործել, ինչ-որ փափուկ բան։ Տեսեք, դնում ենք մեջքի կենտրոնական հատվածին, ոտքերը ուղիղ կախվում ենք։ Այսպես։ Ձեռքերը կարող եք հետ տանել, կարող եք չտանել, դա արդեն ձեր ընտրությունն է։ Պահում ենք մոտավորապես 32-ից 64 վայրկյան։ Սկզբում շատ դժվար կլինի, բայց հետո արդեն հավատացեք, շատ կհեշտանա։ Ֆանտաստիկ մեջքի ձգողական վարժություն է։ Ուղղվեցինք։ Սկզբում հնարավոր է նաև գլխապտույտներ չվախենաք։ Սկիզբը այդպիսին է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե սկսնակ եք, խուր չեմ տա սրանք օգտագործել, բայց եթե սկսնակ չեք եւ բաց եք, հավատացած եղեք, ֆանտաստիկ զգացողություն է եւ ֆանտաստիկ արդյունք։ Տեսեք, դրեցինք։ Ծունկը դնում ենք վրան, ոտքերը լայն բացում ենք։ Ահա։ Եվ սկսում ենք զսպանակումներ կատարել առաջ եւ հետ։ Ահա, այնուհետև ոտքը ուղղում ենք կողք։ Ահա։ Եվ սկսում ենք զսպանակումներ կատարել։ Եվ ձգվում ենք։ Եվ մյուս կողմից հաջորդը, տեսեք, երկու ծնկները դնում ենք, եթե նորից եմ կրկնում, եթե մարզված չեք, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք նույն վարժությունը կատարել առանց քառակուսիների։ Եվ նորից սկսում ենք զսպանակումներ կատարել։ Եվ նորից իջնում ենք, սիրելի հեռուստադիտողներ։ Իհարկե, ինչքան որ դա հնարավոր է եւ ինչքան կարող եք։ Հետո իհարկե քիչ-քիչ կբացվեք։ Բարի լույս, բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ ջան, ահա անակնկալը, ես հյուր ունեմ խոհանոցում, հարգելի
Պարոն Վահրամ Սահակյանն է մեզ մոտ այսօր հյուր լինելու խոհանոցում եւ ամբողջ ընթացքում մեզ հետ է լինելու, պատրաստելու է շատ համեղ ձվածեղ, որտեղ օգտագործելու է շատ համեղ մթերքներ, ինքը կպատմի դրա մասին։ Դուք միացեք մեզ, ալիքը չեք փոխում, որովհետեւ իսկապես շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, շատ լավ բանի մասին ենք խոսելու, սիրելի հեռուստադիտողներ, որը նաեւ ձեզ է շատ պետք, որպեսզի այսպես գնաք, լիցքաթափվեք եւ ձեզ համար քաղեք կարեւորը։ Էնպես որ մնացեք մեզ հետ, շատ ուրախ եմ ձեզ այսօր տեսնել այստեղ, բարի առավոտ, բարի լույս։ Դե սկսեցինք, պատմեք։ Ինչի մասին։ Ես բերել եմ Ձվածեղ։ Հա, ձվածեղը։ Սա մարմնական սնունդն է, ինչպես նաեւ հոգեվոր սնունդ էլ կա, որի մասին խոսեմ։ Դե գիտեք, որ ես ընդհանուր առմամբ երբեք տենց բացի սպիտակուցային, ասինքն ձու, միս, մթերքներից ես չեմ զբաղվում այդ ածխաջրերով, կարտոֆիլներով, եգիպտացորեններով, սալատներով եւ այլն, որովհետեւ ես համարում եմ, որ մանավանդ առավոտյան ճիշտ է օգտվել սննդներից։ Բայց քանի որ այն պետքա լինի համեղ, այսօր ես զգուշացնում եմ, որ ես դիետիկ չեմ անելու, մանավանդ որ ասենք համով բանը քիչ է պատահում որ դիետիկ լինի կամ դիետիկը քիչ է պատահում համով լինի, չնայած ես տենց դիետիկ շատ քաշ գցել եմ ժամանակին, հիմա էլ կդեռուշ չի։ Հիմա ինչն է ստեղ հետաքրքիրը, սա ձվածեղ պետք է լինի, տաք է սա արդյոք։ Կարծում եմ, այո, վաղուց արդեն դրել ենք։ Ամենադժվար գործը Ադրինե, այս սա ձերբազատելն է։ Դու դրանով զբաղվի։ Ես հիմա մի բան ասեմ, որ եթե դուք ձվածեղի մեջ այսպիսի բան եք գցելու, օգտագործելու, լավ կլինի սրա կողքի մասերը հանել։ Ճիշտ է, ինքը նորմալ բան է, ինքը կաշի բան չի էլի, բայց ատամի տակ ժողովուրդ ջան, սա ատամի տակ հաճելի չի, դուք գիտեք։ Նենց որ եթե սարքում եք սենց բաներ, աշխատեք, որ Հա, եզրերը հանում ենք ունեն։ Ուտեք այնպեսի բաներ, որ բան չլինի, էլի, այսինքն եզրերը հանում ենք։ Անհարմարություն չլինի, հասկանալի։ Ահա, ասենց։ Այո։ Նկատի ունեցեք, Ժորժ ջան, այո, սա ճիշտ մոտեցում է, երբեմն հատկապես նշենք, որ երեխաներին ավելի տհաճ կլինի այս ամենը։ Ես ասեմ սեղանին դնելուց էլ օրինակ շատ ընդհանրապես բաստուրման, գիտեք, ավելի ինքը արևմտահայկական բան է եւ եթե որևէ մեկը իրենց մոտ գնար կամ սեղաներին կամ հյուր, կտեսնի, որ բաստուրմայի կողքը նրանց մոտ այդ բանը չկա, դա հանվածը ոչ թե ուտելուց առաջ։ Չամանը հանում։ Այդ չամանը թողնում են միայն այն ժամանակ, երբ որ բաստուրման պիտի դառնա բաստուրմա, կախած վիճակում։ Երբ որ արդեն դա հանում են, որտեղ չաման ուտելու բան չի, չամանը չեն ուտում։ Ընդհանրապես համեմունք է, որով համեմում են այդ միսը, որպեսզի այսպես ասած եփվի այդ համեմունքների շնորհիվ եւ իսկապես ես էլ որոշակի անգամ նկատել եմ արևելյան խոհանոցում, որ նրանք այո։ Հա, ես էլ միշտ հանում եմ ընդհանրապես սեղանի չինացիները նկատել եք Ադրինե, որ իրենց ուտելիքները արդեն ծամում են։ Այսինքն փոքր են սարքում, նենց են եփում, որ շատ փափուկ լինի, մսերը լինի, բանջարեղենը լինի, որ մարդը էլ շատ չարչարվի, հա։ Ավելորդ բաներ, հա, չընկնեն։ Ահա, հասկանալի է։ Պարզ է։ Հիմա մենք ստեղ sense բանացինք, մենք օրինակ կա ձվածեղ պանիրով, որ շատ սովորական է, ֆրանսիական էլ շատ կա, որ ձվածեղը այս ձուն եփում են բան, պանիրը բրդում են վրան, հետո տենց ինքը դառնում համովան, չէ, տենց ինքը այդքան համով չի։ Սա մի քիչ ավելի ուրիշ ձև է։ Եթե սկզբում ինձ մի քիչ այսրանից կարող եմ, չէ՞ լցել արդեն։ Իհարկե կարող եք։ Մենք կարակել ունենք, հանգիստ կարող եք թեքել, այո։ Կարակը, երբ որ ձուն ձվի ժամանակը գա, մենք հակառակ process-ն ենք կատարում։ Հասկանալի է։ Կարևորը հեսա մի քիչ բան լինի։ Այո, տաքանան։ Ես պանիրները, այո, պատրաստում եմ։ Պարոն Սահակյան, դե եկեք զուգահեռ նաև խոսենք այն հետաքրքիր բանի մասին, որը դուք հանդիսատեսի համար պատրաստել եք։ Հանդիսատեսի համար պատրաստել եմ։ Ներկայացման մասին։ Ես չեմ պատրաստել, ես գրել եմ, ես պրոդյուսերն եմ, պատրաստել է Արտուր Սահակյանը, դերասանները, սփյուռքային ասում են, «Սքանչելի» դերասան։ Իրենք չեն ասում, չէ՞, հիասքանչ։ Իրենք չեն ասում զորավոր, իրենք ասում են Իրանք չեն ասում հզոր, ասում են զորավոր։ Զորավոր եւ այսքանչելի դերասաններ Ավո Խալաթյան, Գևորգ Մինասյան, Արման Ղազարյան, Էդգար Անդրեսյան, մի խոսքով, դրանք բոլորը նրանց տեսել եք։ Առաջին ներկայացումը դրա կայացավ հոկտեմբերին, դահլիճում նստելու տեղ չկա, շատերը եկան նոյեմբերի վերջերին։ Հիմա այնպես ստացվեց, որ վերջին ներկայացումը
այս թատերաշրջանի վերջին աշխարհում չէ։ Վերջին ներկայացումը խաղացում եմ իր շաբաթ Դեկտեմբերի 11-ին։ Այո, ահա։ Հիմա դեկտեմբերի 11-ի համար ես մի հատ փորձարկում եմ ուզում անել։ Ես ոչ միտեղ գովազդ այսօր երեկվանից հանել եմ։ Փորձարկում եկել եմ ստեղ այս գեղեցիկ հեռուստադիտողին, ձեր այս ալիքի, հրավիրում եմ ներկայացման ու մինչև երեկո ուզում եմ տեսնեմ, ընդունեցին իրենք իմ հրավերը, թե չէ։ Իմ համար կապ չունի, հանդիսատեսը մեկը, այսինքն մի 5 օրից էլ հնարավոր է դահլիճի կոնցերտը չլինի։ Ինձ հետաքրքիր այս գեղեցիկ հանդիսատեսը, հեռուստադիտողը կարձագանքի իմ հրավերքին, թե չի արձագանքի, թե ոնց պիտի առնի իրանք գիտեն։ Ես այդ բառերը ոչ ուզում եմ ասեմ, ոչ էլ ես տոմսա վաճառ եմ, էլի տրամվայի։ Ոչ, ես ուղղակի ասում եմ, որ այդտեղ կա որտեղ վաճառում են տոմսերը, ֆարս մաժոր։ Ժողովուրդ ջան, ֆիքսեք ձեզ մոտ դեկտեմբերի 11, շատ հետաքրքիր է լինելու, ես կարծում եմ առիթը պետք է բաց չթողնեք, քանի որ այս տարի վերջին ներկայացումն է լինելու, հետո արդեն կխոսենք, թե երբ նորից ներկայացումը ձեր դատին կհանձնվի, ուրեմն դուք հիշեք դեկտեմբերի 11 ֆարս մաժոր, որովհետև շատ տրագիկոմեդիա, շատ հետաքրքիր է լինելու, իսկ ինչ կարող եք պատմել ընդհանրապես։ Մի բան ասեմ, շատերն են ուզում դիտել, եւ ես իրենց մի կարևոր բան եմ ասում, եթե դուք հիմա չեք դիտելու, մյուսը դիտելու եք 2.5 ամիս հետո։ Ահա։ Հաստատ կլինի, բայց ասենք ձմռան հունվարին բնականը որ շատ դժվար է փետրվարն էլ են չի, այսինքն այդ ներկայացումը տրագիկոմեդիան, ես տրագիկոմեդիայի մասին խոսեմ, որովհետեւ սերնդափոխություն է եղել։ Հիմա որ ասում ես տրագիկոմեդիա, իրանք լսում են կոմեդիա բառը, կարծում են ես ինչ որ հիմա կա այդ հրհրացնող են, որ բերանները խրխրացնում են, թրվռում են, ինչ որ ընտանեկան բաներ են անում, այսինքն կոմեդիա են սիրում, շատ չեմ ասում վատ բանա, որտեղ կա հեր, մեր, աղջիկ, հարևան, բան, ես դες բանից չեմ սիրում։ Եթե ես սիրեի կոմեդիա, ես այս ամեն ինչը չէի ստեղծի իմ կյանքում։ Ես այդ չեմ սիրում, իրանք սիրում են, իրենց ոչ մի վատ բան չեմ ասում, սիրեք, բայց որ գալիս եք ստեղ, սա հրհրալու տեղ չի։ Իրանք էլ արդեն գիտեն, դուք գիտեք, չէ՞, սա հրհրալու տեղ չի։ Այստեղ ճիշտ է, ես դահլիճ նայում եմ, որ երբեմն հրհրոցը բարձրանում է, բայց վերջում հաստատ վերջում էլ մեջտեղում էլ առաջին մասի վերջում էլ հաստատ հուզմունքը այո, հաստատ կլինի։ Լացը եւ այլն։ Սա հիմա մի վարքան կտրվենք հոգեվորից անցնենք մարմնականին։ Առաջինը սրանք շատ արագ իրար հետ լցնում ենք ստեղ։ Այսինքն իրանք կարմեր են, պանիրն էլ հետը, բայց պանիր վերջում էլ ենք լցնելու։ Ուրեմն սրանք պահում եք վերջում։ Այսպես դուք ցույց տալիս եք ստեղ ինչա կատարվում։ Այո, գեղեցիկ, շատ գեղեցիկ։ Փայտ է գտալ։ Փայտ է գտալ տվեք էլի։ Անպայման փայտ է գտալը նախ ավանդականը։ Այո։ Հիմա ստեղնենց ենք անում, որ սրանք հալվեն, կարմերեն, դառնան համոբան։ Իսկ համեմունք ավելացնելու են, թե պարզապես։ Համեմունքը թող իրենք մտածեն ով ինչ է սիրում, բայց ասենք սա առավոտյան բան է։ Առավոտյան ոչ շատ արագ, ոչ շատ բան ժամանակ խլող, էլի։ Այո։ Հա, եթե մարդիկ սոխ ուզեն, կարող են մի քիչ էլ սոխ ավելացնել։ Այո, սա լավ է այն առումով, որ շատ քիչ մթերքներ են պետք, շատ բան մեզ պետք չի, մի 3 կարևոր մթերք եւ ստանում ենք։ Ձուվերը բացան։ Այո, օքեյ։ Քանի հատ ենք օգտագործելու։ Երևի 6 հատ։ Բարի։ Ես հարեմ հացույցը։ Լավ հոգեվոր սնունդ ընդունելուց հետո մարդիկ նաև լավ մարմնական սնունդ ուտելիք ընդունելուց հետո մարդիկ նաև լավ ներկայացում են ուզում նայել, չէ՞։ Անպայման։ Ես նորից եմ հիշեցնում, որ տրագիկոմեդիան դա մի ժանր է, որից շատ հարմար է օգտվել, որտեղ դու կարող ես ես շատ մակերեսային բաներ եմ ասում, բայց շատերը կարող է շատ երիտասարդ են չգիտեն։ Ցույց տալ, թե ինչ է կատարվում այլ մոլորակի վրա, ցույց տալ, թե ինչ է կատարվել Նոյան տապանում, ցույց տալ, թե ինչ է կատարվել Միջնադարում, ոչ Հայաստան ուժերում, եւ այդ ամենը լինի հենց քո այսօրվա մասին։ Դու կարող ես ցույց տալ մի դատավարություն ֆանտաստիկ, որը կատարվում է ոչ թե Մարս մոլորակի, այլ Թարս մոլորակի վրա, որտեղ հայերը որ գնացել են Մարս, Թարս են դրել, ընկել է Թարս, հիմա Թարս մոլորակի վրա, ունդեղ դու կարող ես տեսնել, թե ոնց են Հայաստանի այսօրվա մարդկանց, ասենք վատ մարդը գիտեք ով է Ադրինը։ Վատ մարդը այնա, որ ասենք մեր ներկայացման մեջ սքո օրերին սալյուտ խփող։
Հիմա դա խնդիր չի, կա աշխարհում մի ուրիշ ժողովուրդ, որ իրենց ծքողորերին սալյուտ խփեն, չկա։ Ես շատ կարևոր բան եմ ասում։ Եվ թե ինչպես են դատում, արդեն ժամանակն է։ Ես կհարեմ, մենք այո, մի փոքր դադար կունենանք։ Որ մարմնականը հոգևորը հետո միացնենք իրար։ Հետո կմիանանք ու կշարունակենք հնացեք։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ բարի առավոտ, մենք շարունակում ենք մեր գործը։ Պարոն Սահակյանը առաջարկում է ձեզ, այո, շատ համեղ ծվածեղ, ահա պատրաստվել է պանիրը, խոզապուխտը, տապակվել է եւ հիմա պետք է ավելացնենք հաղթիթը։ Հաղթիթի մեջ մի քիչ աղարեք, ոչ այնքան շատ որքան։ Մի փոքր, հա։ Ու սևից։ Ահա։ Սև պղպեղ։ Խառնեք ու հիմա հա մինչև այդ մի քիչ էլ մենք բանը լցրեցինք, չէ, ձիթայուղը։ Հիմա որ քանի որ ձուն է մտնում խաղի մեջ։ Ահա։ Մի քիչ էլ որ համ տա, մենք ավելացնում ենք կարակ։ Կարակն ենք ավելացնում։ Այո։ Իմիջիալը շատ պարզ բաղադրատոմս է, դուք ճիշտ եք, առավոտյան հատկապես այն մարդիկ, ովքեր շտապում են նախաճաշեն գնան աշխատանքի, սա արտակարգ տարբերակ է, եթե ձեռքի տակ կա այս բոլոր մթերքները, ահա, խնդրեմ։ Ու ամենակարևորը հիմա մենք պետք է անընդհատ սրան խառնենք։ Հա։ Մի քիչ էլ բարձրացրեցի ես կրակը, այնպես որ տոմատի մածուկը ավելի մարմնական բաներ համար շատ կարևոր է, մի քիչ շաքարավազ կա։ Այո։ Լցնելուց առաջ մի քիչ վրանցանիր, էլի, մի կտալ, հա։ Ահա, հետաքրքիր է։ Ես դրա թթույությունը շատերը չեն սիրում, ես էլ չեմ սիրում։ Հա, թթվաշությունը կոտրելու համար, Ժորժ ջան։ Սա հաստատ միացրածը, չէ։ Այո, այո։ Ես կրակը ավելի ուժեղացրեցի։ Այսքան բավական է։ Հա, հա։ Մի քիչ էլ աղ արեք։ Եղավ, մի քիչ էլ աղ։ Հետաքրքիր է ստացվում, համարյա լինում է նաև տոմատով, այսինքն լոլիկով ձվածեղի պես է լինում։ Հա, բայց ինքը վերջնական տեսքը սա չի, հեսա թող մի քիչ ինքը կարծրանա, որպեսզի մարդիկ կարողանան սա նաև դնել, ասենք, հացի վրա պատառիկներ պատրաստեն եւ ուտեն։ Ուրեմն Ժողովուրդ ջան, մեզ պետք է մի քանի բաղադրիչ՝ խոզապուխտ, հավկիթ, պանիր, տոմատի մածուկ եւ ահա կունենանք շատ համեղ վիտամիններով հարուստ ձվածեղ։ Պարոն Սահակյան, շարունակենք խոսել ներկայացման մասին, այո, հոգևորի եւ կարեւորի, որովհետեւ ներկայացումը պետք է մարդիկ գան, որ տեսնեն, չէ՞, բայց ես նրանք գալու են, ես վստահ եմ։ Գործընկերներ հաճախ ասում են, ինչի ես ներկայացման մասին բացում, բայց այսպեսի բան գոյություն ունի, թրայլեր, չէ՞, մարդիկ ասում են ինչի մասին է։ Այո, իհարկե, պետք է տեղյակ լինեն եւ եկեք մի փոքր, եթե հնարավորություն կա, խոսենք կերպարների մասին նաեւ, ինչ կերպարներ։ Կերպարները գիտեք ոնց է, ինքը այնպեսի ներկայացում չի, որ սկսվեց այս մարդը, սա հերներ, սա հայի, այս տեսակներ, սա այն էր, չէ։ Սկսվում է ինքը ֆենտեզի, իրանք դերասանները որոշում են ֆարս խաղալ, ինչ անենք, ֆարս խաղանք, թռնենք մարդ, թռնենք թարս։ Թարսում այնտեղ դատավարություններ բան, բայց երբ որ շատ են խոսում, որ մենք հայերս հին հնադարյան եկել ենք, մենք Հաբեթի Նոյի ժամանակներից այդ այլ մոլորակային մարդը ասում է, իսկ տենց վավերագրակ ասենք Նոյի ժամանակվա ինչ որ նյութ ունեք, դուք VHS-ի վերատեկուզ։ Ասում է Նոյի ժամանակ VHS ու ցույց տալիս Նոյի ժամանակ, թե ոնց է դա ամեն ինչ եղել, թե ոնց մեկն ուզում է առանց զույգի մտնի տապան։ Ու շատ հետաքրքիր։ Հա, այդ առաջինը գնում է Նոյ եւ բոլոր դերերը, որոնք ավելի հուզական են, ավելի դրական են, ավելի կարեւոր են, խաղում է Ավո Խալաթյանը։ Նկատի ունեմ հուզական դերերը։ Չնայած, երբ որ հասնում է Սասնա ծռերի մեջ պարզվում է, որ ամենակարգին տղեն է Սասնա էլիտայում, դա Վերգոն է։ Չասեմ ինչպիսի Վերգո։ Հա, հասկացա։ Թե հիմա Վերգոն շատ կարևոր բաներ է ասում։ Ընդհանրապես խոսում է դրա մասին, որ Պարոն Սահակյան, ներողություն եմ խնդրում, մենք դեռ կշարունակենք, այս պահին դադար պետք է լինի, մեծ հաճույքով ես պաուզա տամ բեմական։ Դադարվերի եթե։ Ժողովուրդ ջան, բարի ողջույն։ Մենք պատրաստել ենք շատ համեղ ձվածեղ, այն պատրաստ է, ներկայացրեք պարոն Սահակյան։ Սա այնպեսի մի ձվածեղ է, ուզում եմ ասել, մարմնական
սնունդ, որ կարող եք դնել ուղղակի պինդ հացի վրա, ցանկալի հացը լինի ոչ ցորենից, դե գիտեք, կան այնտեղ ձողիկների պես հացեր դնել վրան եւ վայելել։ Ահա անուն էլ դեռ չունի, մյուս անգամ ես կհնարեմ։ Երբ որ կգամ ու տեղեկացնեմ, թե ասենք փետրվարին կամ մարտին երբ կա ներկայացում, այո, հիմա արդեն տեղեկացեցի, ես հիմա պետք է գնամ ուրիշ տեղ նստեմ։ Այո, դուք ճիշտ եք։ Ես դեռ այստեղ եմ։ Եվ ես խոստանում եմ, որ վերջում շատ գեղեցիկ ամփոփմանն է, ես սա մատուցելու եմ ափսեի մեջ, մեր հեռուստադիտողին եւս մեկ անգամ Բաղադրատոմսի մասին պատմելու եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք դեկտեմբերի 11-ի համար պատրաստվում եք, գնում եք Տոմսեր, ֆարս մաժոր ներկայացումը դիտելու համար եւ ուզում եմ ամենակարևոր գեղեցիկ բանը նշեմ, ինձ համար սա շատ կարևոր էր, երբ իմացա, որ ներկայացումը նվիրվում է մեր հարգելի Արամայի Սահակյանին։ Դա շատ կարևոր է եւ շատ գնահատելի։ Դու հրավիրատոմս ունես։ Ես հրավիրատոմս ունեմ, ասեմ առավել մեր էլեկտրոնիկա։ Եվս այսպիսի տեսք ունի հրավիրատոմսը, ժողովուրդը շատ գայթակղիչ է։ Ընդհանրապես ասեմ, որ թղթե տոմս չկա թատրոնի բոլոր ամեն ինչը առցանց է եւ էլեկտրոնիկ։ Այո, պարոն Սահակյան, շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն էիք եւ հոգեվոր եւ այսպես մարմնական սնունդ ստացանք բոլորս, հեռուստադիտողը կարծում եմ բավականություն ստացավ եւ իհարկե գալու է ներկայացումը դիտելու։ Հիմա խոսքը մեր փոխանցենք Սոնային, հետո արդեն, այո, միանշանակ, հետո արդեն դուք իհարկե կունենաք ելի հետաքրքիր զրույց։ Ժողովուրդ ջան, մեզ հետ մնացեք։ Շատ շնորհակալություն սիրելի մարդիկ, այսօրվա առավոտը շատ հատկանշական է ստացվում, ունենք իսկական երկուշաբթի առավոտյան նախաճաշ, որը իհարկե քիչ անց թիմով կնախաճաշենք, կհամտեսենք, առաջարկում եմ, որ դուք էլ միանաք եւ պատրաստ եք անպայման ձեր հարազատների եւ սիրելիների համար։ Քանի որ առավոտյան հասցրեցինք արդեն մարզվել, ունեցանք առողջ համեղ նախաճաշ, պետք է հոգ տանել նաեւ առողջության մասին։ Այդ պատճառով եւ այդ իսկ համար հենց հիմա մեր եթերում կլինի առողջապահական էջը։ Գործուկները մաշկի բարորակ նորագոյացություններ են, որոնք առաջանում են մաշկի մակերևույթի եւ լորձաթաղանթի տարբեր հատվածներում։ Կարող են առաջանալ մաշկի եւ սեռական օրգանների հատվածում, կարող են առաջանալ նաեւ բերանի լորձաթաղանթում եւ այլ լորձաթաղանթներում։ Գործուկները կարող են առաջանալ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքր տարիքի երեխաների եւ միջին տարիքի մարդկանց մոտ։ Ինչից են առաջանում եւ որ մենք օրգանիզմում ունենում ենք որոշակի փոփոխություններ, դրանք կարող են լինել իմունիտետի անկման հետևանքներ, կարող են լինել մեր տարած վիրահատական միջամտությունները, վիրուսային ինչ-ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ դրանցից սկսում են 1 կամ 2 գործնուկներ առաջանալ, որոնցից կարող են այդ գործնուկները ավելի շատանալ եւ նշեմ, որ գործնուկները լինում են երկու տեսակի՝ տափակ եւ սովորական գործնուկներ։ Տափակ գործնուկները հիմնականում լինում են մաշկի մակերեսին, իսկ դրանցից կարող են լինել իրանը, որովայնի հատվածը, այլ հատվածներ եւ ամենակարևորը, որ ունենում ենք դեմքի մաշկի հատվածում։ Կան շատ հաճախորդներ, որոնք մեզ դիմում են, ասելով, որ ունենք պիգմենտային խնդիր եւ ուզում են այդ պիգմենտներից ազատվեն եւ մենք տեսնում ենք, որ դրանք ոչ թե պիգմենտներ են, այլ դրանք մեր տափակ գործնուկներն են։ Բուժարուն մեզ դիմելով եւ որ պնդում է, որ ունի մաշկի մակերեսին արկա պիգմենտային բծեր, մենք այդ ժամանակ կատարում ենք դիագնոստիկա եւ այստեղ նշեմ, որ դիագնոստիկա չի կատարվում որևէ ապարատով, այլ մենք արդեն իսկ անձեն աչքով տեսնում ենք դրանք գործնուկներ են թե պիգմենտներ։ Դիագնոստիկայից անմիջապես հետո կատարվում է գործնուկների հեռացում, որը տևում է 1 կամ 2 վայրկյան ամեն գործնուկի վրա եւ այդ նույն վայրկյանին մենք այլևս չենք ունենում գործնուկները եւ հաճախորդը կարող է գնալ տուն եւ զբաղվել իր առօրյայով, որովհետեւ մենք հետագայում նաեւ չենք ունենում հետքեր, սպիեր կամ ինչ-որ սպիական փոփոխություններ։ Ունենում ենք այն հարթ մաշկը, որի մասին երազել ենք։ Մնացած դեպքերում եւ որ մենք ունենում ենք գործնուկներ, դրանք կարող են տեղակայվել
ձեռքերի վրա, որոնք հիմնականում լինում են այն տարիքի երեխաների մոտ, որոնք որ հաճախում են դպրոց, մանկապարտեզ, իրենց վարակման շրջանակը ավելի մեծ է լինում եւ մենք այդ ժամանակ կարող ենք ինչպես ձեռքերին, այնպես էլ ոտքերին ունենալ այն մեծ գորտնոկները, որոնք որ գնալով շատանում են եւ երեխաների մեջ սկսում է ինքնավարակում գնալ։ Սովորական գորտնոկների դեպքում ծնողները կարող են իրենց երեխաներին բերել եւ անմիջապես կատարենք հեռացում, այնուհետեւ մեկ շաբաթվա ընթացքում այդ հեռացված մակերեսում առաջանալու է փոքր քանակությամբ կեղևներ, որ անմիջապես դուրս գալուց հետո մենք այլևս չենք տեսնի գորտնոկները։ Տափակ գորտնոկների մասին խոսեմ, տափակ գորտնոկները կարող են տարածվել ամբողջ մաշկի մակերեսին, ոտքերից մինչև պարանոց եւ անգամ մինչև դեմքի այն հատվածը, որը որ ձեզ նշեցի, ինչ ենք անում։ Դիագնոստիկայից անմիջապես հետո կատարում ենք հեռացում։ Հեռացումը տևելու է 1 վայրկյան, այնուամենայնիվ, եթե տեսնում ենք ունենք շատ մակերես, մեր բուժարուի մոտ տեսնում ենք ավելի շատ տարածված տափակ գորտնոկներ, ապա այդ ժամանակ նշանակվում է համապատասխան բուժում, մոտավորապես 1 շաբաթ բուժարուն ընդունելով իր համապատասխան բուժումը, այնուհետև գալիս է կատարում ենք հեռացում։ Հեռացումը կատարում ենք եւ անմիջապես բուժարուն անցնում է իր սովորական կյանքին։ Նշեմ, որ պրոցեդուրան բացարձակ անցավ է, որովհետև նախորոք եւ որ հաճախորդը գալիս է, մենք կատարում ենք կրեմի օգնությամբ ցավազրկում, այնուհետև նոր կատարում ենք մեր պրոցեդուրան։ Պրոցեդուրան, ինչպես տեսնում ենք, արդեն նախորոք մեր հաճախորդի մոտ կատարվել է այդ ցավազրկման process-ը, հաճախորդը չի զգում պրոցեդուրան եւ նույն վայրկյանին մենք այլևս չենք տեսնում այս գորտնոկները։ Հեռացնելուց անմիջապես հետո կատարվում է հատուկ ֆիզիոթերապևտիկ լազերային միջամտություն, որը որ կատարում ենք տվյալ հատվածի հեռացրած սպիերի վրա, որպեսզի մենք ունենանք ավելի շուտ լավացում եւ ունենանք ավելի առանց սպիերի մաշկ, այնուհետև նշանակում է հատուկ քսուկ, որը որ հաճախորդը քսելու է մոտավորապես 1-ից 2 օր, այնուհետև անցնելու է իր սովորական կյանքին։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսօր շատ յուրահատուկ առավոտ է մեզ մոտ ստացվել։ Տեղափոխվում ենք հիմա էլ թատերաշխարհ, որովհետեւ շատ հետաքրքիր թեմաների մասին խոսվեց խոհանոցում, որը պետք է շարունակվի այստեղ տաղավարում եւ այսպես այս տարի արդեն վերջին ֆորս մաժորը կլինի Ֆարս մաժորը կլինի դեկտեմբերի 11-ին, որը բաց թողնել չի կարելի։ Ֆարս մաժորը նույնպիսի տրագիկոմեդիա է, ինչպես եւ հեղինակ Վահրամ Սահակյանի եւ բեմադրիչ Արթուր Սահակյանի նախորդ գործերը։ Սա ոչ քաղաքական, երևակայական, շատ ծիծաղելի եւ չափազանց տխուր տրագիկոմեդիա է։ Կատարվող տիեզերքում, նոյանտապանում, միջնադարում, դժոխքում եւ իհարկե մեր օրերում։ Ներկայացումը նվիրվում է Արամայի Սահակյանի հիշատակին եւ տաղավարում ես հյուրընկալել եմ թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին։ Կրկին բարի առավոտ։ Կրկին բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ կրկին լավ առիթով եք մեզ մոտ տաղավարում, միշտ նոր գործերով եք գալիս, նորություններով եք գալիս։ Հա, այնտեղ ես հիշեցի, որ կներեք, մի հատ մարդ կերպար կար YouTube-ում ձեզ լավ լուր եմ բերել, ինչ էս բանը։ Ես ձեզ ներկայացում եմ բերել, հա։ Ես բերել եմ ներկայացում, որի մասին շատերը գիտեն, իսկ շատերը ինձ հարցնում են, ասելով ոնց, երբ, ինչը, որտեղ, որ այդ հարցերը չլինեն, ես հանգիստ կարողանամ այս քանի օրերին իմ համար ապրեմ։ Ես մարդկանց նորից կրկին տեղեկացնում եմ սիրելի հեռուստադիտողին, որոնք դիտում են սա, որ այդ տրագիկոմեդիան, ինչ է, տրագիկոմեդիա, սա հրհրալու տեղ չի, այն որ sense բաներ են անում, տենց բան չի, կնիկ, երեխա, տուն, հայր, պապա, ես իմ ինչ, տենց ինչ որ կենցաղային խայտարակություն չի, ես չեմ սիրում տենց բաների, ան գիտեմ, որ ես տենց բաների գործում չկամ, սա մեր մասին է, ինչքան էլ որ կատարվի դժոխքում, կատարվի այլ մոլորակի վրա արտավազդ բեի ժամանակ թե նոյան տապանում, այս ամեն ինչը մեր հենց այսօրվա խնդիրների մասին է, մեր մտածողության մասին, շատ կներեք մեր հիմարության մասին, խեղճության մասին, նվաստության մասին, նահատակ լինելու, անիմաստ նահատակ լինելու մասին, գերի ընկնելու մասին, պաթոսի մասին, դե պաթոսը գիտեք ինչ, դա բոլոր դարերում ինքը նոյան տապանից արդեն ժամանակից սկսած մտել է հայերի մեջ, ինչ որ լինում է, կոտորվում են, հողեր են կորցնում, ջարդվում են, ինչ պատահում է, մտնում ասում, մենք որպես հայ ենք, մենք որպես փյունիկ պիտի բան, ուտեղ Սասնա Դավիթը, ասում եմ, հարց ունեմ էլի, այդ փյունիկ,
Չունիկը համով բան է, դա ուտելը լում, այդ է տրագիկոմեդիան, որ ամբողջ այդ տխրության բանի մեջ ասեք մեկ էլ sense բան, տրթատ գ արքան կա քրիստոնեություն անտոնում, շատ ծիծաղելի հատվածա տրթատ գն եւ ռիպսի մեի, որ ուզում է տրվի եւ այլ, բայց միանգամից լաց է սկսում դահլիճում, երբ հայտնվում է Գրիգոր Լուսավորիչը ու քրիստոնեություն ընդունելուց հետո իմանում են, որ լուսավորիչին հայտնում են, որ շատ ու շատ հայեր, շատ ու շատ նախարարներ նկարվում են Հիսուսի յուղաներկով նկար են պատվիրել մոմերի եւ բաների մոտ, դրել են քաղաքի կենտրոնում, որ մարդիկ գան իրենց լայքեն։ Ոստեղ սկսում է արդեն մոնոլոգը, որ Ավո Խալաթյանն է խաղում, եւ ինքը նույն ունի մոնոլոգ, որ Տիգրան մեծն է խաղում, հետո այլ մոլորակի վրան կան մոլորակներ, մոնոլոգներ։ Մի խոսքով տրագիկոմեդիա է եւ ավելի երիտասարդներին բացատրում տրագիկոմեդիան ինչ է։ Ներկայացումը պիտի այնպեսին չլինի, որ գնաս հռհռալու կամ գնաս լացելու։ Դեռ գնում ես բոլորը միասին, երկուսը մեկտեղ։ Ես մեկ-մեկ նայում եմ այդ կողքից, տեսնում եմ, որ մանավանդ տարեց կանայք, որոնք նայում են ժպիտով նայում են գլուխը, մեկ է տեսնում այդ կինը տեղաշարժվել, մարմնով ինչ որ փոխվել է, ու արցունք է գնում, ու այն բանը չի ասում վայ, չէ, իրենք զգում են թատրոնը զգացողությունների վրա է, Սահակյան Արտուրի բեմադրության մեջ այնպիսի կտորներ կան, ես տեղյակ չեմ։ Ես չեմ գրել, որ ասենք զգացողության են աստիճան հասնում, վերջում ֆիլմով է ցուցադրվում դա, եւ ասում եմ հասնում այնտեղ, ես երկար չասեմ, էլի, որովհետեւ մեկը գալու եք, չէ՞, ասես բան։ Ես հանդիսատեսի խնդիր չունեմ, գիտեք, չեմ ունեցել։ Ես շատ հին մարդ եմ, սկսած 87 թվից, 1987-ից, դու այնվաղ ծնված չես եղել երևի։ Հանդիսատես խնդիր չենք ձեր ոզնիներ, խաթաբալադա, մեակուլպա, բայց հիմա համեմատելու համար չեմ ասում սա մյուսների հետ, ուզում ասեմ, որ երբ որ ես եկել եմ ձեր համար ձվածեղ եմ սարքել այդ մեկ եւ ուզում եմ ասել գա, ես ուզում եմ որ դուք կարողանա գալ, ես հիմա մի հատ եմ կրկնում, ոչ միտեղ գովազ դրած չկա, ես հիմա ուզում եմ տեսնեմ իմ խոսքերը, իմ հրավերքը ընդունում են այս մարդիկ, իսկ թե մանրամասները, որոնց մասին ես չեմ ուզում խոսել, դուք ասեք որտեղից, ինձ հարցնում են որտեղից, ինչից, ես կարող եմ ասել միայն բան, դահլիճ թատրոնում այնտեղ տեղում Տոմսարկղում Տոմս չկա։ Տոմսարկը IM-ում կա, միայն ուրիշ ոչ մի տեղ չկա։ Ֆարս մաժոր գտնում եք եւ ես որ տեսնեմ ձվածեղն ուտելուց հետո արդյոք դուք ես մինչեւ երեկո ստուգելու եմ այս մարդկանց։ Եթե տեսնում եմ որ շարժ չկա, այսինքն ուրեմն ես հասկանում եմ որ այս մարդիկ չեն սիրում տրագիկոմեդիա։ Իրանք լավ մարդիկ են, իրենք բանեն, բայց իրանք չեն սիրում, իրենք հոգնում են, ուզում են գնան այնտեղ նայեն այն ասենք տենց կան, չէ, դուրս են գալիս 30 տարի շարունակ, բերանը ծռած, այդ։ Եթե այդ է ուզում նայի մարդը, ես այդ մարդուն չեմ կարող օգնել ոչ մի բանում։ Այդ թող այդ ժամանակ չասի, բա այն գալիս են ինձ ասում են, ես ընդհանրապես չեմ սիրում հին բաներից խոսել։ Մանավանդ խաթաբալադա մեակուլպա, այս կարամ հիշեցնել, բա որ ասում են մենք այտենց բան ենք, խաթաբալադան ուրիշ է, ինչի էր ուրիշ, սա ավելի ուրիշ է, ինչի եք դուք ամեն ինչը հնի վրա գնում։ Հետո թատրոնը դա աշխատող օրգանիզմ է, մարդիկ կան, որ դիտել են հոկտեմբերի 25-ի ներկայացումը եւ նույն մարդիկ դիտել են նաեւ նոյեմբերին, ասում սա լրիվ նախ 25 րոպե քիչ է, սա կարճ է։ Հետո այնտեղ տեսարաններ կա, մանավանդ Սասնա-Ծռերի տեսարանը, Սասնա-Ծռեր գիտես, Սասնա էլիտան է, Վերգոն, Քերիթորոս, բան ու Պաթոսը որ մտնում է, Ձենովոհան։ Ասում եմ Ձենովոհան մի գոռա Վերգոնը ասում, դե չասեմ ինչ Վերգոն, ասեմ ինչ Վերգոն, դե կիրթ ասեմ։ Բոլորս գիտենք։ Չէ, Ծրան։ Ասում եմ, ես որ մի բան եմ ասում, Ձենովոհան մի գոռա, թշնամիները լսում են։ Ասում եմ, ես Ձենովոհանն եմ, ես պիտի գոռամ։ Ասում եմ, ես էլ Վերգոն եմ։ Այդ բանը մի խոսքով Ավոնա խաղում էլի ու Վերգոն ճիշտ բան է, Վերգոն ստեղ ամենադրական կերպարն է, որտեղ Վերգոն ասում է, այս ժողովրդին փրկելու, այս ժողովրդին օգնելու համար դուք պետք է խորամանկեք, միտեղ բան անեք, դարձնեք, միտեղ բան անեք, մելիքին ոչ թե դնեք կիսեք, հետո ասեք թափ տուրքես։ Ինչի թափ տա իրան։ Ու սենց գնում է շատ ծիծաղելի Գևորգը Սասնա Դավիթն է խաղում, Գևորգին գիտեք, այն որ բաները խաղում, ոստիկանի դերերը խաղում, ոզնիների եւ հոգեվորականների դերերը խաղում։ Հրասում է, եթե ես եմ, դուք եք ասում, որ ես մարմնավորում եմ հայ ժողովրդին, հա թողեք ես իմանամ, ում կիսեմ, ում կպցնեմ, ում բանեմ այդ մանալոգ, մի խոսքով շատ ու հենց այդտեղ այդ ամբողջ այդ էլիտայի մեջ մտնող Քուրկիկ Ջալալին չկա, կա նրա քույրը, Քույրիկ Ջալալին, Իրինա Դանիելյանը մտնում է, կարակոբ այդ ամբողջ այդ ծիծաղը որ դահլիճի բանի մեջ ինչն է հետաքրքիր որ միանգամից
այդտեղ գայս է, որ մենք միջնադարում հենց այդտեղ կորցրեցինք մեր պետականությունը պաթոսի պատճառով, թափտանք, խփենք, ջարդենք, կիսենք, փյունիկ որպես հառնենք այդ փյունիկ։ Մի խոսքով այդ բանից ու սկսվում է արդեն պոեզիան։ Այստեղ կա պոեզիա, մանավանդ ես գիտեմ, որ ընդհանրապես հայերը պոեզիա սիրում են։ Պարուր Սևակ սիրում են, Վահան Տերյան, Չարեն սիրում են, եւ նաեւ Արամ Իսահակյանին շատ սիրում։ Ես ուզում եմ, որ իմ պոեզիան, որը ես երկու պոեզիայի գիրք ունեմ եւ YouTube-ում էլ արտասանում եմ ինչ-որ բաներ, սա լսեին ավելի փորձառու դերասանների, պրոֆեսիոնալ դերասանների, ոչ թե իմ նման սիրող ամատյուր լյուբիցել, որ հետնում եմ տենց բաներ եմ անում, ու վերջում Ավո Խալաթյանը, Արման Ղազարյանը, Իրինա Դանիելյան եւ Գևորգ Մինասյան դուք իրենց կտեսնեք ամսի 11-ին։ Դրանից հետո մի 2 ամիս չեք տեսնի։ Ես նորից եմ ասում, եթե դուք ուզում եք դա տեսնեք հիմա, տեսեք հիմա, որովհետև հետո դա չի լինելու, դա լինելու է մարտին երևի, ես կգամ կասեմ։ Ես կարծում եմ այս սցենարը, որ կա եւ այս ստեղծագործական կազմը, որ հավաքվել է, անհնար է անտարբեր թողնի մեր հեռուստադիտողներին եւ հետաքրքրությունը արդեն իսկ կարծում եմ նրանց մոտ մեծ է, բայց առաջարկում եմ այն ավելացնելու համար հիմա կարճ տեսանյութ դիտենք այս ամենի մասին, հետո վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։ Ես դենով անեմ թփտի գորա։ Ես վերդոնեմ դրեմ անտը ծրեմ արի։ Լիպսինե, երկ։ Օխի։ Ոնց է ցտես մի անգամից, օխի հունարե։ Նշանակում է չէ, չէ։ Չէ։ Շարունակի։ Որպես փյունիկ, այդ փյունիկը ուտել լինում է։ Ինքը համոբան, հա։ Իմ անունն է Գրիգոր, դա հունարեն նշանակում է արթուն, հսկող։ Էհա իմ անունն էլ տրդաթա դայ կիրգիզերը նշանակում է կտանք սպանեմ, հետո Բայց չկա Երանի, Հիսուսի նկարի մոտ նկարվողների ուր տարածողների համար։ Զարմանում ենք, որ հիմա մենք հասանք մեր դատաստանին։ Էս ինչ ենք անում, էս ինչ արեցինք մեր Հայաստանին։ Դեկտեմբերի 11-ին Թատերաշրջանի վերջին ներկայացումը։ Ահա, ներկայացում, որի ժամանակ եւ ծիծաղելու են, եւ տխրելու են, եւ ներկայացումից դուրս են գալու մտքում շատ վերլուծություններ ունենալով եւ մտածելու տեղիք տվող ներկայացումը, ինչը ամենակարևորն է։ Հանդիսատեսից էլ է կախված, որովհետեւ օրինակ օր կար ամսի 24-ը, միայն շատ էին ավելի ծիծաղում, քան լացում։ Իսկ ամսի 25-ին ավելի շատ հուզվում էին, քան այդ խաղի հետ կապ չունի, այդպես մարդիկ հանդիսատեսնելա, չէ՞, կենթանի օրգանիզմ։ Ով ինչն է վերցնում։ Հա, ինչ է վերցնում։ Ու գնալով ես ասեմ, որ նույնը էլի չսիրելով խոսել անցյալ բաների մասին, երբ որ մեակուլպան եղավ, առաջին մի քանի ամիսը դահլիճից մարդիկ էին դուրս գալիս, ձանձրալի էր իրենց համար։ Հետո ինքը տեղն ընկավ, հետո ինքը փոխվեց, ինքը կենթանի էլի եմ ասում, օրգանիզմ է, ինքը աշխատող օրգանիզմ է։ Մենք երբեք չենք հարմարվում հանդիսատեսին, տեսեք, ստեղ խնդացին, այս մասն ավելացնենք, տեսեք, ստեղ ձայն չհանեցին, հանենք, տենց չի, ինքն իրեն է լինում։ Արդեն ոչ ռեժիսոր, ոչ դերասան, ինքն իրեն է լինում, եւ մարդիկ սկսեցին օրինակ այդ նույն ներկայացման մասին 2001 թվին եղավ, 2003 թվի սկզբից սկսեցին գալ ու դա դառավ բան։ Ես չեմ ասում սա էլ այդպես բան, բայց ինքը կենթանի օրգանիզմ է, կարող է պատահի, իրենք սկսեն գալ ավելի շուտ, կարող է պատահի աղմուկը, աղմուկը ինչ չի հետաքրքրում, կարևորը մենք մեր ոնց որ ասում են նպատակին հասել ենք, դա ներկայացնում ենք շատ ուրախ, շատ տխուր ու շատ տեղին այսօրվա, հենց այսօրվա մտածողության, այսօրվա հիմարության մասին մեր ուրիշ բառ ես չունեմ ասելու, էլի, որ նայում եմ ոնց են խոսում, ինչեր են անում, ինչի մասին են խոսում, ինչ են նայում, ինչով են օրն անցկացնում, ինչերից են բանանում։ Դա ասենք հանդիսատես կա, ես զարմացա, իրենց հետ չկարողացա խոսալ։ Ներկայացումը առաջին մասը վերջանում է, ասենց ասում եմ գնացեք 15 րոպե մտածեք, միջև մեկ, որ մարդիկ ասում են, վարագույր հիմա տվեք։ Մեկն ասում է կանգնի անտեղ, ասում է, «Էս գնանք մենք»։ Ասեցի գնա։ Եթե դու չես հասկացել, որ այդքան մարդ հասկացել է ու դու այնտեղ կանգնել ես ասում ես գնանք չգնանք, ասի գնա։ Հիմա չիմացա գնաս թե չէ։ Դե ներկայացում, որը պարտադիր է դիտել վերջին այս տարի եւ մեծ դադար կլինի մինչեւ գարուն, այնպես որ բաց թողնել չի կարելի, Ֆարս մաժոր դեկտեմբերի 11-ին Տոմսերը պետք է ձեռք բերել նախապես tomsalkh.am-ից, այնպես որ տեղում չէ, այսօր որ ես իմանամ այսօր բանը, որտեղ վաղ էլի կմիացնեմ։ Նախապես հենց այսօր պետք է ձեռք բերել։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ։ Կարևոր բաներ ասեցի, ձվածեղը տվեցի, հոգևոր սնունդը բերեցի,
Կարող եմ գնալ։ Չէ, մենք ձեզ բաց չենք թողնի, մինչ այդ իհարկե կնվիրենք Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող սարգոնը, որպեսզի ձեզ համար եւ ոգեշնչում լինի եւ լավագույն առիթներով բացեք ու տոնելու շատ առիթներ ունենաք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար եւ մեծ հաջողություններ ներկայացմանը։ Դե ինչ, հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել, որ հենց այս հյուրերին դուք ուզում եք տեսնել մեր տաղավարում եւ այսօր հենց այդ օրն է։ Եւ այսպես հոկտեմբերի 20-ից ATV հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է նոր հեռուստասերիալ Ուրիշի ընտանիքը։ Սա բազմասերիանոց նախագիծ է, որը պատմում է մարդկային հարաբերությունների, ցավալի որոշումների եւ ներելու ուժի մասին։ Եվ այսպես այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք դերասաններ Վահագն Ղազինյանին եւ Վահե Վարդանյանին։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Չեք պատկացնի ինչքան նամակներ ենք ուղակի ստացել, որ Ուրիշի ընտանիքին ցանկանում են տեսնել առաջին ծրագրի տաղավարում։ Մեր Instagram-ի էջում ամեն օր ասես մի 10-ից 15 նամակը հենց ձեր հեռուստասերիալի դերասանների պատվերներ մեր տաղավար եւ ես շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք։ Եվ միանգամից առաջին հարցը, քանի որ ինձ շատ հետաքրքրեց եւ եթերից առաջ էլ մի փոքր քննարկեցինք, ինչու Ուրիշի ընտանիքը։ Այդ հարցին երևի ես պատասխանեմ։ Ուրիշի ընտանիք կոչվում է նրան, որ իմ կերպար Արշակը կապնվում է մի կնոջ հետ, ով որ ընտանիք ունի, երեխաներ ունի, ու տենց իրանք սիրահարվում են։ Այս մարդը մտնում է այդ ուրիշ ընտանիք ու ինքը այդ ընտանիքի դժբախտության կարելի է տենց վրա իր ընտանիքն է կազմում։ Դա համար ինձ թվում է դրա համար է կոչվում ուրիշ ընտանիք։ Ուրիշ տենց չեմ կարող ասեմ, թե ինչի է կոչվում, ինձ թվում է հենց իմաստը դա է։ Հիմա ձեր կերպարների մասին մի փոքր պատմեք, որքանով է ձեզ հոգեհարազատ, կերպարի գիծը ինչպես եք տանում։ Սկսեմ, ահա։ Հոգեհարազատ լինելու հետ կապված շատ լավ է, հարմարավետ, կոմֆորտ կերպարա, որտեղ համ կարելի է լինել ուրախ, զվարթ, համ կարելի լինել էմոցիոնալ, երիտասարդ տղա, ավելի շատ խաղալու դիապազոնը ավելի մեծ, համատաբար երևի ըստիս, քան նախորդ Մարիա հեռուստասերիալում, այստեղ ավելի թեթև կերպար, ավելի թեթև, ավելի ինձ ավելի հարմար է երևի, սենց ասեմ, որ ավելի ճիշտ լինի։ Շատ լավ է մի խոսքով կերպարի հետ կապված ամեն ինչ իդեալական։ Ընտիր։ Դու քեզ գտնես այդ կերպարի մեջ նման է քեզ։ Հա։ Գտնելը ո՞ն է հարմարվել։ Հարմարվել եմ, մենակ այդ մի քիչ անպատասխան սիրո պահը չեմ հարմարվել, ես դրան սովոր չեմ։ Բայց դրա մեջ էլ եմ հարմարվում։ Դե կարող է ընթացքում փոխվել, բայց չի միանգամից հարմարվել։ Ընթացքում հաստատ փոխվելու է, ես զգում եմ, որ փոխվելու է, ամեն դեպքում։ Դե, ձեր կերպարը։ Իմ կերպարը Սոնա ջան, Արշակ անունը շատ մոտ է ինձ։ Ես կարելի ասած համարյա չեմ խաղում, այլ ես ինքս ինձ եմ տենց ներկայացնում։ Ուղղակի մի բան կա, որ ես Արշակին չեմ հասնի ֆինանսական վիճակը, բայց ամեն ինչով Արշակը ինձ նման է։ Եվ բնավորությունը, եւ մի խոսքով ամեն ինչով ինքը շատ նման է ինձ։ Հրաշալի է։ Լավ, հիմա հասկանանք համագործակցությունը եւ ձեր եւ խաղընկերների հետ։ Հեշտ է ստացվում, կան նոր տանդեմներ, որ երբևէ նման այդ կոնկրետ դերասանի հետ չեք համագործակցել եւ սա առաջին անգամն է։ Ինչպես է ստացվում։ Ես սկսեմ, հա։ Ես ոչ մեկի հետ կապ չունեմ։ Ոչ մեկին չեմ ճանաչել այս սերիալից ոչ մի դերասանի չեմ ճանաչել։ Մենակ երևի դերասաններից մեկը Մաշինյան Լիլիթը, ինքը նույն ինստիտուտի ուսանողներ են, ես ավելի մեծ, ինքը ավելի փոքր, դենց եղել է դեպքեր, որ շփվել ենք, բայց որ ոչ մեկի չեմ ճանաչել։ Բոլորի հետ ծանոթացել եմ առաջի անգամ ու զարմանալիորեն շատ լավ բոլորի հետ անձնական միջանձնային հարաբերություններ կառուցվեցին ու շատ լավ ստացվեց։
էլի եթե համեմատական տանեմ նախորդ հեռուստասերիալի հետ, ստեղ ավելի հեշտ։ Միգուցե երևի փորձս ավելի շատացավ, հետո բնականաբար մյուս դերասաններից էլ է շատ բան գալի, երբ որ մարդիկ ավելի sense շփվող են, ժպիտով են, երբ որ մարդը թույլ է տալիս իր հետ լինել մոտիկ, հարաբերությունների միջանձնային հարաբերությունների առումով լինես մարդուն մոտ, դու ես թույլ տալիս, այդտեղ այդ քիմիան ստացվում է, արդեն ամեն ինչ ավելի հեշտ է լինում կադրի ներսում։ Հրաշալի է։ Ես ասեմ, որ իմ համար էլ այտենց նորություններ, որտեղ դերասաններ կան, չեմ աշխատել իրանց հետ, չնայած 17 տարի է պես բնակավարում եմ աշխատում, Վահեին չեմ ճանաչել, Էդգարին չեմ ճանաչել, Իգիթյան, Էլադային չեմ ճանաչել, Լիլիթին չեմ ճանաչել, Ադրինեին չեմ ճանաչել, Ադրինեին ճանաչել եմ։ Բայց շատեր կան, նույնիսկ նկարահանող անձնակազմին էլ շատերին չեմ ճանաչել, բայց փառք Աստծո, Վահեի ասած, տենց մենք շատ մտերիմ ենք հիմա ու շատ հեշտ է ամեն ինչ, որովհետև սենց մի հատ բան կա, վստահություն եւ հարգանք դիմացինի հանդեպ։ Այդ ամեն ինչ սենց հարցերը լուծում է։ Ու գալիս ես նկարման տաղավար կամ պլաշատկա ես գալի ու ոչ մի խնդիր չկա։ Բոլորը կվկայեն ու իմ խոսքերին հաստատ։ Դուք ունեք շատ խարիզմատիկ ռեժիսոր, ինձ հետաքրքիր է շատ է տանջում, որովհետև ես գիտեմ, որ սերիալի առհասարակ գրաֆիկը շատ բարդ է եւ այնինչ տեսնում է հեռուստադիտողը եւ վայելում է հեռուստաէկրանին, դա այսպես երկարատև, նույնիսկ գիշերային նկարահանումներով անցնող օրերի արդյունք է։ Ընդհանրապես ռեժիսորի պահանջները շատ են, խիստ է։ Պատասխանեմ ես։ Իհարկե։ Ես առաջի անգամ եւ արդեն երկրորդ անգամ աշխատում եմ նույն ինչպես դուք նշեցիք մեր խարիզմատիկ սիրելի Քաջայր Հակոբյանի հետ, լավ ռեժիսոր է, որպես ռեժիսոր իրոք լավ հետաքրքիր մտքեր ունի ու որ իմ համար իր հետ աշխատելու ամենա այսպես ասած հաճելի կետը այնա, որ ինքը տեղ է տալիս դերասանին ինքը, որ դերասանը ինքը իրան ցուցադրի, որովհետեւ ռեժիսորը կարա ասի sense ու վերջ դու այդ գծերի այդ ռամկաների մեջ աշխատես, էլի լավ ամեն ինչ անես, բայց այդ ժամանակ դու դերասանին ստեղծագործական միտքդ կորում է, որովհետև ես դերասան եմ, ես ուզում եմ ինչ որ մի բան sense անեմ, ուրիշ ձև անեմ, տենց է մտքովս անցել։ Ինքը դա թույլ է տալիս։ Ինքը ասում է ինչ ուզում ես, ինչը որ տեղավորվում է կադրի մեջ, օքեյ է, կարաս անես։ Այդ առումով շատ լավ է, իր այդ աշխատելը շատ հաճելի է։ Պլյուս ինքը կադրից դուրս իմ լավ ընկերն է ու շատերիս լավ ընկերն է։ Իր հետ էլ մի խոսքով ամեն ինչ օրիակապա։ Մի խոսքով բոլորի հետ ամեն ինչ շատ լավ է։ Այս ոնց որ հասկանում եմ նոր է, դեռ սերիալը նոր է սկսվել, ասես շատ բարի է, ամեն ինչ շատ լավ է։ Ընթացքում էլի կգա քրորդ, ես այս հարցերը էլի եմ ձեզ տալու։ Խնդիր չկա։ Այդ գիշերային նկարահանումներ բան ամեն ինչ լինում է։ Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ ստեղծագործական process-ը այնպեսին է, որտեղ կարան լինել խնդիրներ, խնդիրներ եւ այլ եւ աշխատանքային process-ը, դա բոլորը ովքեր բնակավարի մեջ են շատ լավ կասեն, ովքեր դուրս կարող է մի քիչ լավ չպատկերացնեն, բայց այդ ամեն ինչից զատ, երբ որ կշեռքի երկու նժարի վրա ես ինքս դնեմ լավը եւ վատը, լավը ճնշող գերակշռող է։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է մեկնաբանությունները հասցնում եք կարդալ։ Ձեր կերպարների հետ կապված, սերիալի հետ կապված։ Ընդհանրապես ոչինչ չեմ կարդացել ես, կարդում եմ միայն նրանք, որոնք ընկերներս, չէ, հա, դերականներն են ընկերներս ուղարկում, մի քանի չասեմ բացասական, բայց մի քիչ երևի ծիծաղելի բաներ են ուղարկել հարազատներս, ընկերներս, մենակ դրանք եմ կարդում, իսկ ինչի չեմ կարդում, ոչ թե որովհետև հետաքրքրված չեմ կամ ինձ մեկը, այլ ուղղակի ես գիտեմ ես ով եմ, ես գիտեմ ես ինչ կարամ, ինչքան կարամ, իմ լավը գիտեմ, վատը գիտեմ, իմ ռեժիսորի կարծիքը իմ համար ամենակարևորն է այս բայի դրությամբ, իսկ իր կարծիքը դերևս ավելի շատ դերական է իմ մասին, մնացածի կարծիքն էլ է իհարկե հետաքրքիր, բայց դա շատ անգամ կարա խանգարի, ես վախում եմ, որ ինձ չխանգարի շատ վատ ինչ-որ մեկի կոմենտը, որովհետև ամեն դեպքում կարա հաճելի չի լինի ու դու մտածես, որ դու չստացված կերպար ես ինչ-որ։ Զավեշտալի կոմենտներից հիմա մեկը հիշիր։ Չեմ կարդացել։ Հիշի մինչև հետ։ Ձեզ են ուղարկում ձեր բարեկամները։ Իմ բարեկամների ինձ ձեր կոմենտները չեն ուղարկում։ Չեմ կարա հիշեմ,
մի քիչ դուրս է ցենզուրայից։ Հա, հասկացա, եթերային չեն, որովհետև անհնար է չհիշվի, էլի։ Եթերային չեն, բայց շատ ծիծաղելու բան են ինչ որ մեկը։ Ես օրինակ կարդում եմ։ Ահա։ Ինձ հաճելի է, որովհետև հետաքրքիր է թե մարդիկ ինչ են, շատ բացասական կոմենտներ կան, շատ ահռելի։ Բայց նաև adekvat մարդիկ կան, որ մարգերում են ժողովուրդ ջան, սա սերիալ է, ֆիլմ է, իրանք դերասաններ են։ Պետք չի տենց անպատվել կամ ինչ որ այդ մարդիկ հիմար չեն, հիմա սցենարով ոնց գնում է, մարդիկ տենց են աշխատում։ Խաղում են։ Հա, խաղում են։ Ես սցենարը կարդալով ես հասկանում, որ օրինակ ռեալ կյանքում ես չէի կարա մոռացած լինեի, օրինակ իմ կնոջ երեխաների անունները։ Էլիզ եւ Նորո։ Անդես սցենարով այդ իմ կերպարը մոռացել է, մտքից թռել է։ Ու գրում են Արշակ, դու քո սենսը, դու ոնց կարաս մոռանաս քո կնոջ երեխի անունը։ Ժողովուրդ ջան, Արշակը մոռացել է, բայց Վագը չի մոռացել։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում, այդպես sense հումորով էլ ընկալում եք, ժպիտով եք կարդում, թե մի քիչ ջղայնացնում է, ինչ որ պահի ներվայնացնում, այսպես թողնում եք, հետո նույնիսկ շարունակում եք կարդալ։ Չէ, գիտես ոնց Սոնա ջան։ Երբ որ տենց ինչ որ ծիծաղալու կոմենտ են գրում, ես էլ եմ հետներ ուրախամ, օրինակ ինչ որ բան են գրում, իմ անձի վրա չէ, Արշակի կերպարի վրա են գրում, կնոջս ասում կարնել են այդպես ինչ են գրել։ Բայց կան մարդիկ, օրինակ շատ վատ խոսքեր են ասում, հա, ես կարող եմ ես մտնեմ, նաև ես ինքս կոմենտ գրեմ, օրինակ եղել է որ իմ երեխային կերպարովից որ երեխա է, այդ երեխուն վատ բաներ են գրում, ես չդիմացա, մտա ու պատասխանեցի, որ չի կարելի երեխուն այդպես բաներ չեն գրի, դե հիմա չգիտեմ, որ մեկին բացատրես։ Հա, որ մեկին բացատրես, որ 10 տարեկան երեխուն այդպես բան չեն գրի։ Ես շատ քիչ կարդացել եմ մեկնաբանություններ եւ Մագդայի կերպարի հետ կապված ամենաշատն էին գրում, ամենաշատը անհանգստանում էին իր համար, ամենաշատը խորհուրդ էին տալիս իրեն։ Հիմա ձեր հարաբերությունները Մագդայի հետ, կերպարի հարաբերությունները իհարկե, եւ մի քիչ էլ ճակերտներ բացենք ոնց է այս կերպարը զարգանալու։ Որովհետեւ Մագդայի նկատմամբ հեռուստադիտողների անհանգստությունը շատ էր մեկնաբանություններում։ Այս անգամ ես պատասխանում, քանի որ Մագդան, հա, Մագդան իմ աղջիկ, իմ քույրս է, կերպ սցենարով։ Խափում են իրեն, ինչ որ բան չեն ասում, հա, ճիշտ եմ հասկացել մեկնաբանություններից։ Ինչու՞ն են խափում։ Նորոն է խափում։ Ահա։ Այսինքն չի խափում։ Մագդան սիրում է Նորոյին, որը հետո դե արդեն պարզվել է, որ Շուշանի երեխեքն են, տղան է։ Ու քանի որ ինքը Նորոն Արշակի հետ շատ վատ հարաբերությունների մեջ է, դրանից հետո այդ նորությունից հետո էլ չի ուզում Մագդայի հետ հանդիպի, իր պատվից դա առավել է։ Թե բայց ինչումն են Մագդային խափում, այդ ես չեմ ուզում չեմ կարող հասկանալ, որտեղ են խափել Մագդային, ես չեմ հասկանում։ Պետք չի անհանգստանալ Մագդայի համար։ Ընդհանրապես պետք չի ամեն ինչ լավ է լինելու Մագդայի հետ վստահ, իսկ ինչումն են խափում Մագդային, երևի խափել, ստել բառը մի քիչ փոխենք, մի քիչ փոխենք, ավելի իդեալական կլինի, թաքցնել, որովհետև ինչպես Վահագը նշեց, Նորոն սիրահարվել է Մագդային, սիրահարվել են ընկերությունները, հետո պարզվել է, որ Արշակի քույրն է, իսկ ինքը Արշակին չի սիրում, ու այդ ընտանեկան խնդիրների ֆոնի վրա ինքը չի կարա շարունակի հարաբերությունները Մագդայի հետ ու խափում է բաժանության, այսպես ասած, սուտ պատճառը հորինում, որ ճիշտը չասի։ Խափել, մենակ դա է խափելը, բայց հետո ամեն ինչ պարզվում է ու բոլորին ստում է ամեն դեպքում կապրեն ուրախ եւ երջանիկ։ Կարևորը դա է, որ իր կերպարի հետ ամեն ինչ լավ կլինի եւ հեռուստադիտողները էլ չեն անհանգստանա։ Ես ես մաղթում եմ, որ հեռուստասերիալը նույնքան հաջողված եւ նույնքան հետաքրքիր լինի մինչեւ ավարտը եւ ինչպես հեռուստադիտողները այժմ ապրում են ձեր ընտանեկան խնդիրներով, ձեր ընտանեկան կերպարներով, այդպես լինի մինչեւ վերջ։ Մեծ հաջողություններ եմ մաղթում հեռուստանախագծին։ Շնորհակալություն։ Դες նվիրում եմ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող Սարգոնը, որպեսզի կամ միայնակ վայելեք կամ թիմի հետ միասին, ամեն դեպքում երկուսդ ունեք մեր գործընկերոջ հրաշալի արտադրանքը։ Այո, շատ։ Եվ շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Հա, մեկ էլ մի բան։ Իհարկե։ Հեռուստադիտողների համար, որ անպայման դիտեք, որովհետև շատ հետաքրքիր զարգացումներ ա լինելու բոլոր կերպարների հետ կապված։
Մի խոսքով հետաքրքիր է լինելու, նայեք, շարունակեք նայել, շարունակեք կոմենտներ գրել, որովհետև ես ինքս անձամբ կարդում եմ կոմենտները, շատ ժամանակ կարող է չպատասխանեմ, բայց կարդում եմ։ Շնորհակալություն։ Լավ բաներ գրեք, միայն վատը մի գրեք Արշակի կերպարին, որովհետև սա ընդհանրապես կերպար, իսկ դերասանն ապրում է իր առանձին կյանքով։ Դե ինչ հիմա մեզ մոտ կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք երկուշաբթի առավոտը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտին մոտեցավ մեր այսօրվա հաղորդաշարը, հուսով եմ մեզ հետ եք այս ամբողջ ընթացքը եւ զրուցեցինք շատ հետաքրքիր բաների մասին, իհարկե ներկայացման մասին, սերիալի մասին, ֆիլմի մասին եւ կարծում եմ դուք գտաք ձեզ համար հարմար տարբերակը։ Սիրելիներս, այսօր Վարամ Սահակյանը մեզ համար պատրաստեց շատ հետաքրքիր, բայց շատ հասանելի, մատչելի մթերքներով ձվածեղ։ Այստեղ խոզապուխտ, պանիր, հավկիթ, այս բոլորը միախառնելով ստացել ենք առավոտյան շատ համեղ նախաճաշ։ Դուք էլ փորձեք պատրաստեք, վայելեք այս լավ նախաճաշը, մի մոռացեք, յուրաքանչյուր առավոտ սկսում ենք նախաճաշով, հետո այն համեղ մեկ գավաթ սուրճը։ Սիրելիներս, լավ մնացեք, մշտապես եղեք մեզ հետ առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն շատ սիրելի Ադրինե, իհարկե այս ֆանտաստիկ նախաճաշի կողքին պետք է առանձնացնել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Breeze փրփրուն գինին, որը նաև առավոտը սկսելու իդեալական տարբերակ է, այնպես որ օրվա տարբեր ժամերին կարող եք առանձնացնել, վայելել եւ առաջարկել ու հյուրասիրել ձեր ընկերներին ու հարազատներին։ Իսկ եթե ունեք հատուկ առիթներ, ապա ձեր արտաքին տեսքը կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Daphne խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք արդեն ձմեռային տաքուկ եւ ոճային լուքերը հենց Daphne-ում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ես կարծում եմ այսօրվա առավոտը շատ յուրահատուկ ստացվեց, շատ հագեցած ու հետաքրքիր էր եւ շատ հուսով եմ, որ կարողացանք ձեզ փոխանցել էկրաններից մեծ սեր ու ջերմություն։ Կսպասենք արդեն վաղը առավոտյան նույն տեղում, նույն ժամին եւ վերջում չեմ մոռանալ նշել, որ մեր ամբողջ թիմը այս շատ գեղեցիկ եթերը պատրաստել էր մեծ սիրով։